Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում, ձեզ հետ եմ ես Բորիս Մուրազից եւ այսօր այս ֆորմատով քննարկենք մի կարևոր թեմա, ընտրությունների հետ կապված, դուք գիտեք, ընտրությունների հենց հաջորդ օրվանից ակտիվ քննարկումներ են, քաղաքացիները ունեն դժգոհություն, ընդդիմադիր ուժերը ակնկալում էին այլ արդյունքներ, իշխանություններ ակնկալում այլ արդյունք, մենք տեսանք տոտալ ընտրախախտումներ, ընդ որում այս ամբողջ քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից տեսանք օրենքների ոտնահարում, տեսանք մարդկանց արժանապատվության ոտնահարում, տեսանք վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, այսինքն այն վատագույն ավանդույթները, որի դեմ անընդհատ նաև այս ուժը խոսել է մինչև իշխանության գալը։ Այդ ամեն ինչը տեսանք եւ հասկանալի էր, որ իշխանությունը ամեն բան արեց, որ ստանա հանրային աջակցության պատկեր։ Թեպետ այսօր եղած պատկերի հիման վրա, որը ներկայացնում է իշխանությունը, եւ որը վերջնական չէ, քանի որ ընդդիմությունը դեռ իր խոսքը չի ասել։ Անկամ այս պատկերի վրա հենվելով տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը չունի հանրության մեծամասնության աջակցությունը, չունի 50+ աջակցություն։ Բայց այս 50+ աջակցություն, ընդամենը 49 ու ինչքան տոկոս աջակցություն ունեցող իրենց թվերով, աջակցություն ունեցող իշխանությունը եւ նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում լրիվ ուրիշ բանից էին խոսում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենք հայտարարում էին, որ մեծամասնության խնդիր չունեն եւ իրենց խնդիրը սահմանադրական մեծամասնություն ստանալն է։ Ավելին, Փաշինյանը այդ սահմանադրական մեծամասնություն ունենալու իրավիճակը ճակատագրական ներկայացնելու համար հայտարարեց, որ եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, այսինքն իրենք չունենան, ապա սեպտեմբերին լինելու է պատերազմ ու այդ պատերազմը լինելու է աղետալի։ Խնդրեմ, լսենք Փաշինյանին ու վերադառնանք։ Պատերազմ առնելու, ես ինչ էի ասում։ Ասում եմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ասում են ինչ գիտես։ Բայց 7 տարվա վարչապետ եմ, եթե ես այդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ, ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մթնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Մի բան էլ ավելացնեմ, որ երևի փոխանցեմ, ում ուզում եք փոխանցեմ, բայց ինչի պատերազմ կլինի, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա մեծամասնություն, ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագրից գոյությունից է կախված պատերազմ լինել չլինելը բառիս ուղիղ իմաստով, այլ եթե քաղաքացիական պայմանագրի առաջարկած ուղին չընտրի Հայաստանը, այլ ընտրի օլիգարխների առաջադրած ուղին, այդ ուղին է տանելու դեպի պատերազմ։ Լսեցիք Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ այստեղ երկրորդ իմաստ փնտրել հնարավոր չի, մարդը շատ ուղիղ ասում են, որ իրենց գլխավոր նպատակը սահմանադրական մեծամասնություն ստանալն է։ Այսինքն 2/3 մանդատների 2/3-ը պիտի քաղաքացիական պայմանագրին լինեն։ Հիմա սրանք չեն ստացել սահմանադրական մեծամասնություն, ավելի շուտ ոչ միայն չեն ստացել սահմանադրական մեծամասնություն, այլև իրենց իսկ հրապարակած թվերով քվեարկածների 50%-ից պակասն է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ինչու է սա կարևոր, հարգելի հայրենակիցներ։ Էլի կրկնվեմ, մի կողմ ենք թողում այն հանգամանքը, որ մենք ունենք աբսուրդային սահմանադրական կարգավորումներ, մենք ունենք աբսուրդային ընտրական օրենսգիրք, ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումներ, որը թույլ է տալիս անգամ 40% ունեցող ուժին իշխանություն վերցնել, սա ընդ որում բացառիկ փորձառություն է, աշխարհի որևէ երկրում չկա նման օրինակ, ես փնտրեցի Սան Մարինոյում եւ Հունաստանում կարճ ժամանակ եղել է նման փորձառություն, բայց հրաժարվել են դրանից։ Եվ ընդ որում նման կարգավորում լինելու պարագայում էլ անգամ այդ ուժերը փորձել են կոալիցիաներ կազմել, որովհետեւ հանրության
փոքրամասնության աջակցություն ունենալով դժվար է կառավարություն պայել, գրեթե անհնարին եւ անընդհատ ճգնաժամացին իրավիճակ է լինելու։ Միայն Հայաստանում կա նման կարգավորում, որ դիցուք 40% վերցրած ուժը կարող է կառավարություն վերցնել։ Եվ քննարկումը սրա մասին չի, եկեք սա թողնենք մի կողմ, ընդդիմադիր ուժերը իրենց դիրքորոշումները կհայտնեն, մանդատները վերցում են թե չէ կհայտնեն, այսօր Նարեկ Կարապետյանը առաջին տեղը զբաղեցրած ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը խոսեց, ու ակնարկից հասկանալի էր, որ իրենք դեմ չեն մանդատները վերցնելուն, սպասենք իրադարձությունների զարգացմանը, սա մի կողմ ենք թողնում։ Քննարկումը սրա մասին չի։ Քննարկումը նրա մասին չի, թե հետո Նիկոլ Փաշինյանը բոնուս ինչքան է ստանում, որտեղ այդ բոնուսներն էլ էական չեն, դա ընտրական օրենսգրքի կարգավորում է, ընդ որում ես կարծում եմ իշխանության ուզուրպացիա ապահովող կարգավորում է։ Եվ սրա համար մենք պետք է դատապարտենք այն իշխանությանը, որ բերել է սահմանադրությունը եւ ընտրական օրենսգիրքը 2015 թվականին եւ դրանից հետո։ Անթույլատրելի կարգավորումները, սա էլ առանձին թեմա, որի մասին կխոսենք։ Այդ բոնուսները ամեն ինչը մի կողմ ենք դնում։ Աշխարհը մի բան է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը իր կազմակերպած ընտրություններում տոտալ ազդեցության պայմաններում ստացել է 50%-ից պակաս ձայն։ Սա է աշխարհը արձանագրելու։ Աշխարհը չի արձանագրելու, թե հետո Փաշինյանը անասնագողությամբ զբաղվեց, թե չէ, ընտրական օրենսգիրքը բոնուս տվեց, թե չէ, որևէ բան այդ էական չի։ Աշխարհի համար էական է այն, որ Հայաստանի Հանրությունը 50%-ից պակաս ձայն է տվել այդ Նիկոլ Փաշինյանի օրակարգին։ Աշխարհի համար կարևոր է, որ Թրամփի աջակցությունը ունեցող, եվրոպացիների աջակցությունը ունեցող, Մակրոնի հետ պաչպչվող, եվրոպացի առաջնորդներ ընդունող Նիկոլ Փաշինյանը մոտ 1 միլիարդ դոլարի հասնող օրինականացված ընտրակաշարք բաժանած Նիկոլ Փաշինյանը 50%-ից քիչ ձայն է ստացել։ Այս սա է արձանագրելու աշխարհը։ Եվ սա կարևոր է, որովհետև մարդիկ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը ավարտված է։ Այո, իշխանություն կարող է պահել, բայց որպես քաղաքական գործիչ ավարտված է։ Հիմա Արևմուտքում, Թուրքիայում, Ադրբեջանում մտածելու են ինչ անել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ումով փոխարինեն, որ իրենց հետ ձեռք բերված պայմանավորվածություններ ունենան հանրային աջակցություն։ Սա շատ կարևոր է։ Սա կարևոր է հատկապես Ալիևի համար։ Ալիևը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ այս տարիներին գործել են բազմաթիվ ապօրինություններ հայ ժողովրդի նկատմամբ, հանցագործություններ։ Այդ հանցագործությունները մի ձև կարող է օրինականացվել, եթե Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, ընտրության գնացող քաղաքացիների մեծ մասը 50%-ից ավելին քվեարկեր Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դա կստացվեր, այդտեղից կստանային իրավիճակ, որ քաղաքացիների կեսից ավելին կողմ է այդ հանցագործությունների կյանքի կոչմանը։ Հիմա քաղաքացիների կեսից պակասն է դրան կողմ արտահայտվել։ Մի կողմ էլ թողնենք, որ մեծ մասը մոլորված է, ենթադրենք բոլոր գնացողները հասկացել են ինչ ծրագրի են ընտրում։ Հիմա Ալիևն էլ խնդիր ունի, որովհետև Ալիևը տարիներ շարունակ հայտարարել է, որ ինքը ուզում է ոչ թե պայմանավորվածություն ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, կամ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև հայ ժողովրդի հետ։ Սա ինչու է կարևոր, որովհետև Ալիևը հասկանում է, որ քանի դեռ չի ստացել հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը, Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ ունեցած պայմանավորվածությունները առ ոչինչ են, առ ոչինչ։ Ինչ օրակարգով է մասնակցել Փաշինյանը այս ընտրություններին, ասել է, որ սահմանադրություն է փոխելու։ Հիմա փաստորեն սահմանադրություն փոխելու օրակարգը 50%-ից պակաս աջակցություն ունի։ Սա է արձանագրելու աշխարհը։ Սա է արձանագրելու։ Դուք հիշում եք, ես ասում էի, որ ամերիկացիները հասկացել են, որ Փաշինյանը պարտվում է։ Պարտվելը դա միայն կառավարություն վերցնել չվերցնելու մասին չի։ Եվ ամերիկացիները շտապեցին Արագի մեջ թրիփ համաձայնագիրը կնքեցին։ Ընտրություններից 1-2 օր առաջ։ Ինչու սա տեղի ունեցավ, որտեվ տեսեք, թրիփ համաձայնագիր, փաստորեն ստացվում է, Թրամփի կառավարությունը կնքել է ոչ թե
49% աջակցություն ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ, այլ 54% աջակցություն ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև 2021-ին Փաշինյանը ստացել էր 54%։ Դրա համար այդ վերջին օրերը օգտագործեցին, արագ այդ պայմանագիրը կնքեցին, որպեսզի արձանագրեն, որ իրենք թրիփ համաձայնագիրը ստորագրել են մի կառավարության հետ, որը ընտրության արդյունքներով ունեցել է 54% աջակցություն։ Լավ իմանալով, որ այս նոր ձևավորվելիք կառավարությունը այլևս 50+ աջակցություն չունի եւ իրենց ստորագրված համաձայնագրերը կարող են կասկածի տակ հայտնվել։ Ապագան կասկածի տակ հայտնվել։ Հիմա Ալիևն էլ է մտածելու սրա մասին։ Հիմա շատ ավելի դժվար է լինելու այս իշխանության համար Ալիևին համոզել, որ համատեղ ծրագրած հանցագործություններին հայ ժողովուրդը համաձայն է։ Համաձայն չի հայ ժողովուրդը, սա տեսանելի է ընտրության արդյունքներով։ Անկամ այն ընտրության արդյունքներով, որի վրա տոտալ ապօրինի ազդեցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը։ Սա շատ կարևոր է, սիրելի հայրենակիցներ, արձանագրել, շատ կարևոր է արձանագրել, որովհետև մենք մտնում ենք այն հարցի մեջ, թե կառավարություն ով կձևավորի, ես ասում եմ, բացեք ընտրական օրենսգիրքը կարդացեք, բացեք կարդացեք սահմանադրական կարգավորումները։ Այդ կարգավորումներն այնպիսին են, որ 40% ունեցող ուժը կարող է իշխանություն ձևավորել։ Եթե միայնակ ինքը ուներ 40% եւ կոալիցիա ուրիշ ուժերի մեջ չէր ձևավորվում, կամ ձևավորվելուց այդ կոալիցիան 40%-ից պակաս ձայն ուներ։ Սա որևէ մեկի դրսի խաղացողների չի հետաքրքրում։ Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Ռուսաստանին, Ադրբեջանին սա չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է այն, որ Նիկոլ Փաշինյանը 50%-ից պակաս ձայն է ստացել։ Սա է կարևոր ուղերձը, որ աշխարհին մենք պետք է հասցնենք։ Մենք պիտի ասենք Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ադրբեջան, դուք հիմա պայմանավորվում եք մի կառավարության հետ, որ եթե այն ձևավորվի, որը 50%-ից պակաս աջակցություն ունի, դրա հետևանքները դուք քաշելու եք։ Չի լինելու այլ տարբերակ։ Որովհետև այս կառավարությունը, եթե անգամ ձևավորվի, ճգնաժամացին կառավարություն է լինելու, անընդհատ Փաշինյանը պրոբլեմներից չի փրկվելու։ Պրոբլեմները լինելու են Փաշինյանի ամենօրյա ուղեկցողները, թիկնապահների հետ հավասար։ Այս մասին է խոսում իր 49% աջակցությունը, իր իսկ նկարած գրած թվով։ Իր իսկ տոտալ ազդեցության պայմաններում ներկայացված թվով։ Ընդ որում ես ասեմ, թիկնապահներից շատ է լինելու այդ ուղեկցումը։ Այդ պրոբլեմները ավելի շատ են լինելու, քան Փաշինյանի թիկնապահները։ Այս սրա մասին պիտի խոսել։ Քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ ուժերը հենց արդեն այս ուղղությամբ պիտի նայեն։ Արդեն այս ուղղությամբ պիտի նայեն եւ դրա անհրաժեշտությունը կա։ Այո, կարող են լինել վերադասավորումներ, կարող է լինել տարբեր իրավիճակ ընդդիմադիր դաշտում, բայց դա ոչ մի նշանակություն այլևս չունի։ Ես ձեզ ասեմ, աշխարհի համար ոչ մի նշանակություն չի ունենալու ընդդիմությունը մանդատը վերցնում է, թե չի վերցնում։ Փաշինյանը արդեն պրոբլեմացին է։ Փաշինյանը արդեն պրոբլեմացին է։ Դա նման է երեխայի, որը ծնվել է արդեն հաշմանդամությամբ, անբուժելի հիվանդությամբ, այո, այդ երեխային կարելի է լավ պահել, հարստության մեջ պահել, տանել լավ քաղաքներ, բայց այդ երեխան արդեն անբուժելի հիվանդ է։ Փաշինյանը անբուժելի հիվանդ է այս ընտրությամբ։ Եվ իր պրոբլեմները հնարավոր չէ քողարկել։ Այնպես որ պիտի սա կարևոր արձանագրում անել, հենց այս ուղղությամբ աշխատել, աշխարհին հասցնել այդ ուղերձները, որ իրենք գործ ունեն, եթե անգամ այս կառավարությունը ձևավորվում է, իրենք գործ ունեն փոքրամասնության կառավարության հետ, որը աբսուրդային օրենսդրական կարգավորումներով ստացել է մեծամասնության մանդատը։ Մնացածը էական չի, դետալները տեխնիկական հարցեր են։ Սրա մասին է ուզում խոսել, կարևոր արձանագրում է, մի կետ կա առանձին, դրա մասին առանձին խոսենք, եկեղեցու հետ կապված, կարծում երեկոյան Facebook-յան էջում կարող եք դրան հետևել։ Լավ մնացեք, կհանդիպենք։